Հարգելի գործընկերներ, այսօր կխոսենք վերջնարդյունքների մասին, այդ արդեն հիմնական դպրոցի երեկվա մեր տեսագրության մեջ դուք տեսաք վերջնարդյունքները տարրական դպրոցում, հիմա եկեք միասին նայենք, որովհետև ես նկատում եմ, որ օրինակ երկրորդ հաշվետվության մեջ տնօրենները ստացել են տեղեկատվություն մեթոդ միավորումներից, ուսուցիչներից, թե ինչպես են նրանք զարգացնում վերջնարդյունքները եւ որ 3 վերջնարդյունքներն են զարգացրել եւ ներկայացրել են հիմնականում կարողություններ, հմտություններ, նույնիսկ կարողունակություններ, բայց ոչ վերջնարդյունքներ։ Այդ պատճառով ես այսօր ուզում եմ մի փոքր լրացուցիչ անգառնեմ վերջնարդյունքների վրա, հետագայում ավելի ու ավելի խորացնելով այս ուրեմն գործընթացը։ Այսպիսով, տարրական դպրոցի վերջնարդյունքները ուսումնասիրելիս առաջի վերջնարդյունքը մենք տեսանք, որ վերաբերում էր նրան, որ սովորողը շրջանավարտը, այսինքն 4-րդ դասարանը ավարտող աշակերտը պետք է ազատ գրավոր եւ բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարողանա կարդալ, հասկանալ, վերարտադրել պարզ գեղարվեստական եւ տեղեկատվական տեքստեր, ձևակերպել տեքստի հիմնական գաղափարը։ Ես բերել եմ հիմնական դպրոցի վերջնարդյունքները, որպեսզի դուք տեսնեք, որ ինչ որ մեր դպրոցում կատարվում է, տարրականից սկսում ենք եւ հետո շարունակում ենք միջին, ապա նաեւ ավագ դպրոցում։ Հետևաբար հիմնական դպրոցի առաջի վերջնարդյունքը ճիշտ շարունակությունն է տարրական դպրոցի վերջնարդյունքի։ Այսինքն, եթե երեխան տարրական դպրոցում սովորել է ազատ գրավոր բանավոր հաղորդակցվել գրական հայերենով, կարդալ, հասկանալ, վերարտադրել պարզ գեղարվեստական տեքստերը եւ տեղեկատվական տեքստերը, ձևակերպել տեքստի հիմնական գաղափարը, ապա մենք հիմա նրանից արդեն, այսինքն այդ հմտությունները ունեցող երեխայից արդեն ուզում ենք, որ նա սովորի եւ կարողանա վերլուծել եւ ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր, հասկանա դրանց հիմնական գաղափարը։ Մի դեպքում մենք ունեինք, տեսեք, այս բոլոր հասկացությունները տարրականում մենք ունեինք, բայց ուղղակի տարրական մակարդակով։ Հետևաբար այն ամենը, ինչ մենք ներկայացնելու ենք հիմա հիմնական դպրոցում, դա մեր սովորածի հիման վրա է, որովհետև եթե մենք տարրական դպրոցում այս վերջնարդյունքը չենք զարգացրել, ապա մենք ավագ հիմնական դպրոցում պետք է զարգացնենք սովորողի վերջնարդյունքը, որը արդեն կազմված է ոչ թե 2 կետից, այլ 5, տեսեք, տարրականը ավելացավ։ Մենք վերցնում ենք ազատ գրավոր բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա եւ այլն, ձևակերպի տեքստի հիմնական գաղափարը, դրան ավելանում վերլուծի, ընկալի տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր, հասկանա դրանց հիմնական գաղափարը։ Հարգելի գործընկերներ, այն աշխատանքը, որ մենք չենք անում տարրական դպրոցում, ստիպված ենք լինելու հիմնական դպրոցում իրականացնել եւ դրանով բարդացնել մեր կյանքը։ Դրա համար դպրոցի տնօրենը ունի խիստ անհրաժեշտություն հետևել, որպեսզի յուրաքանչյուր աշճանում տարրական դպրոցում, հիմնական դպրոցում եւ ավագ դպրոցում ուսուցիչները իրենց պարտականությունները հստակ կատարեն։ Երբեմն նրանք այդ պարտականությունների կատարման փաստը չեն նկատում, հետևաբար նաեւ ուրեմն չեն կատարում, ունեն որոշակի կեղծ ցուցիչներ, որով եզրակացություն են կայացնում, որ ուրեմն այս պահանջները կատարվել են, բայց անհրաժեշտ է մի կողմնակի աչք, դպրոցի տնօրենի տեղակալ, մեթոդման նախագահ, ովքեր կնայեն եւ ուսուցչին կհուշեն, թե որտեղ է նա ուրեմն օժանդակության կարիք ունի կամ լրացման կարիք ունի եւ որտեղ պետք է լրացուցիչ ուժ գործադրի իրավիճակը շտկելու համար։ Հիմա եթե մենք հաշվի առնենք, որ մեր դպրոցում տարրականում այս հմտությունը, այս վերջնարդյունքը ամբողջությամբ ապահովել են, որովհետեւ դուք նկատում եք ազատ գրավոր հաղորդակցվի գրական հայերենով, ազատ բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, դրանք բոլորը հմտություններ են։ Այս բոլոր հմտությունները միասին կազմում են
վերջնարդյունք։ Հետևաբար, եթե մենք ենթադրենք, որ այս հմտությունները զարգացել են տարականում եւ հիմնական դպրոցում մենք կարող ենք նոր բաներ սովորեցնել, ապա եկեք նայենք նույն անալոգիայով, ոնց որ տարականի ժամանակ էր, ուրեմն սովորողը ընկալում է տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր, բայց դեռևս չի կարողանում վերլուծել եւ չի հասկանում հիմնական գաղափարը այս տեքստի։ Սա շատ ցածր մակարդակ էր տվյալ վերջնարդյունքի զարգացման։ Հետևաբար այս մասում մենք ասենք, որ մենք դեռևս չենք զարգացրել, դեռևս սկզբնական փուլում ենք գտնվում։ Սա օրինակ, եթե հիմնական դպրոցի 5 դասարանների 5-ից 9-րդ դասարանը նկատի ունեմ, այդ հատվածում ենք գտնվում, մենք պետք է ուրեմն պատկերացնենք, որ խոսքը գնում է այն մասին, որ մենք դեռ նոր սկսել ենք 5-րդ դասարան, դեռ առաջի կիսամյակում ենք եւ դեռևս չենք հասցրել այս ամենը սովորել։ Եվ ձեր ուշադրությունը հրավիրում եմ այն բանի վրա, որ այս վերջնարդյունքը զարգացնում են ոչ միայն հայոց լեզվի ու գրականության դասին, այլ բոլոր առարկաների դասերին, որովհետև բոլոր դասերին երեխաները գործում են տարբեր տեքստերի հետ եւ այդ տեքստերի արդյունքների հետ։ Վերլուծի ընկալի տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր եւ այստեղ նորից ընկալելը մենք հաշվի ենք առնում, բայց արդեն տեսնում ենք, որ ընկալեց եւ հասկացավ դրանց հիմնական գաղափարը եւ ունենք ուրեմն, որ ամբողջ այս հմտությունները երեխայի մոտ զարգացրեցինք եւ արդյունքում ստացվեց, որ մենք վերջնարդյունքը արդեն ամբողջությամբ զարգացրեցինք։ Ես ձեզ կոչ եմ անում վերջնարդյունքների հետ աշխատել այս եղանակով, վերցրեք վերջնարդյունքը, բաժանեք բաղադրիչ հմտությունների եւ հետեւեք, որպեսզի ձեր դասերի պլաններում, ձեր ուսումնական աշխատանքի մեջ մի առարկայի դեպքում շատ, մի առարկայի դեպքում քիչ, բայց այնուամենայնիվ վերջնարդյունքը զարգացրեք։ Այն հմտությունները, որից կազմված է վերջնարդյունքը, զարգացրեք։ Ես ուզում եմ նաև հեշտ վերջնարդյունքները ձեզ ցույց տամ։ Տեսեք, տարական դպրոցում մենք ունեինք 3-րդ վերջնարդյունքը, չափումներ իրականացնելու հետ կապված եւ ասում էինք, որ դրա ամենապարզ տարբերակը, որ օգտագործի ունեցած գիտելիքները, հմտությունները օբյեկտները չափելու, հաշվելու, համեմատելու համար։ Դա բավարար մակարդակ է, սա հեշտ է սովորել։ Սա երեխաների մոտ այս հմտությունը զարգացնելը շատ հեշտ է, երբեմն երեխաները ինքնուրույն դա կարողանում են զարգացնել։ Հիմնական դպրոցում նման վերջնարդյունք ունենք, այսինքն եթե տարական դպրոցում այս 3-րդ վերջնարդյունքը երեխայի մոտ զարգացել է, ապա 4-րդ վերջնարդյունքը հիմնական դպրոցում զարգացնելը բավականին հեշտ կլինի, հատկապես այս դեղին հատվածովը, որ ես առանձնացրել եմ, որ այն հեշտ տարբերակն է, որ ինքնուրույն, այսինքն կարող է իրականացնել չափումներ, տարականից ինքը արդեն այդ հմտությունը ուներ, հիմա ուղղակի կզարգացնի երևի նոր գործիքներով, կատարի մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ եւ գնահատի արդյունքները։ Այսպիսով դուք հիմնական դպրոցի վերջնարդյունքները համեմատեք տարականի հետ, նախորդ տեսագրության հետ։ Նաև կարող եք նայել, բայց չափորոշ չօգտագործեք եւ դուք կտեսնեք, որ հիմնական դպրոցում դուք իրականացնելու եք մի աշխատանք, որը տարական դպրոցում որոշակի չափով զարգացել է։ Իսկ եթե չի զարգացել, այդ հարցը քննարկեք մեթոդ միանման նիստում, մանկավարժական խորհրդում, որտեղ մինչև այդ հարցը չլուծվի, մենք վերջնարդյունքները չենք կարող լիարժեք ձևով զարգացնել։ Եվ իհարկե պլանավորման հետ կապված, ուրեմն թեմայի ընթացքում զարգացող վերջնարդյունքները մենք պետք է ուրեմն սահմանենք, ձևակերպենք, հետո պլանավորենք դրանց զարգացումը, գնահատենք վերջնարդյունքների զարգացումը, գնահատելուն կմասնակցի նաև տնօրենը, փոխտնօրենը, իրենց մասով դասալսում կանեն կամ արտաքին որոշակի այլ տեսակի գնահատում եւ գնահատման արդյունքները պետք է կարողանանք ներկայացնել սովորողներին, ինչպես նաեւ նրանց ծնողներին։ Եվ սա ես այս վերջնարդյունքները զարգացնելու հետ կապված ուզում եմ ձեզ ասեմ, որ ուսուցիչների պարտականությունները այստեղ նկարագրված են Հանրակրթության պետական չափորոշի 9-րդ կետով, Հանրակրթության մասին օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետով եւ իհարկե ուսուցչի պաշտոնային պարտականությունները, որտեղ ասում է, որ ուսուցիչը իր աշխատանքը պետք է իրականացնի Հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների պահանջներին համապատասխան, իսկ ինչպես տեսանք Հանրակրթության
պետական չափորոշիչի 9-րդ կետով մենք այս աշխատանքը պարտավոր ենք իրականացնել դպրոցում։ Խնդրում եմ ուշադիր լինել եւ այս աշխատանքի նկատմամբ մոտենալ շատ բոլոր մանրամասներով ու ակտիվորեն։